ուշերից քաղաք հյուսեմ թելով վերազներից, թե օրորվեմ քամիներից, վաղուց անցածի նորերից, թե փողոցից փողոց անցնեմ, մտնեմ երկով սարքած այգիս, կամ էլ մեր տուն գնամ ու դուրս նայեմ քեզ կտեսնեմ պատուհանից։ Երևանս, անկին քարս, անկին կարևարտս, Երևանս, ինչքան ասես թափառել է մեր կնքի տակ, Երևանս, Եփե կյանքի ճամփաներով ես հեռանամ իմ քաղաքից, եթե օտար քամին տանի ինձ հարազատ իմ ափերից, եթե սուզվեմ օտար նավով, ալիքներում օտար ծովի, հետ պիտի գամ թեկուզ անցած դարից, ես կարոտից իմ քաղաքի։ Երևանս, անցած սերս, անցած սիրո երգս, Երևանս։ Ողջույն սիրելիներս, ողջունում եմ ձեզ, հուսով եմ լավ եք, ես նույնպես շատ լավ եմ։ Ինչ ենք անում, դուրս ենք եկել, գնում ենք Գյումրի։ Ես մամաս քույրիկս, հիմա դուրս են եկել, սպասում եմ իրենց, ասեցի այդ ընթացքում ձեզ ողջունեմ, լավ օր մաղթեմ, ես գիտեմ, որ շատ դիտորդներ ունեմ Գյումրիից, որոնք ապրում են արտերկրում ու ինձ թվում է իրենց համար ավելի հետաքրքիր, ավելի կարոտով կնայեն, բնականաբար որտեղ որ ծնվել մեծացել ես, այդտեղ ավելի հարազատ է, չէ՞, քեզ չնայած ամբողջ Հայաստանն է հարազատ, մանավանդ որ դրսում ես ապրում, դա ես գիտեմ ինչա նշանակում ժողովուրդյան, որ ամեն մի բլոգեր որ գալիս էր Հայաստան, ես էլ կարոտով նայում էի այդ բլոգները, հուսով եմ ձեզ էլ կուրախացնեմ, ցույց ինչքան որ հնարավոր է, ցույց կտամ Գյումրին, գնում ենք, գիտեք որ քրոջս տեքոր կիններ եկել ու գնում ենք, ինքը գյումրեցի է ծնունդով, գնում ենք իրենց մոտ, մի փոքր զբոսնենք ու հետ վերադառնանք նորից Երևան։ Հուսով եմ լավ եք, ձեզ մոտ ամեն ինչ լավ է, այստեղ լավ եղանակներ են, գիտեմ որ Եվրոպայում ամբողջ շոգ է, շատ շոգ է, մեր մոտ անտառներն են, Իսպանիայում անտառներ են վառվում, ահավոր շոգ է, այստեղ առայժմ լավ եղանակ է, բայց շոգեր սպասվում են, իհարկե ամառը բնականաբար ոնց կլինի առանց շոգ։ Մի խոսքով գնացինք սիրելիներս ինչքան որ հնարավոր է, ձեզ համար կնկարեմ Գյումրին։ Երևանը լույսերով մեզ է կանչում, Գյումրին երգով ու ծիծաղով է լցվում, Վանաձորի քամին սարերից է փչում, ու Դիլիչյանը մեղմ երգով է շնչում, Հայաստան մեր լեռների սիրտ, Հայաստան մեր հավերժ երգ, դուք ինձ այն սրտերում մնում, ու մեր երգը շարունակվում է վեր, Սևանի ալիքները արևի տակ, Գորիսի ճամփեքը լի են կրակ, Կապանը մեզ հետ է երգում
Այս կողմն է, հա, անգնում օդանավակայան իրենց։ Ժողովուրդ ջան, մտանք Գյումրի արդեն։ Հա, օդանավակայանը անցանք։ Հա, մենք հասանք։ Հիմա գնում ենք հրապարակ Գյումրու։ Այնտեղ ենք պայմանավորվել, որ հանդիպենք։ Ժողովուրդ, մենք արդեն տեղ ենք հասել, մինչև կգան մեր մյուս մնացած մարդիկ, այստեղ մտնում ենք այս եկեղեցին, ինչքան սիրուն է այս հատվածը ժողովուրդ, շատ սիրուն է, շատ սիրուն մշակված է, մաքուր, ակուրատնի, երևի ինչ-որ արարողություն է, շատ մարդիկ կան եկեղեցու մոտ, լավ ինչ-որ այա մտնենք եկեղեցի ժողովուրդ ջան, մտնենք մեր մոման վառենք ու մեր շնորհակալությունը հայտնենք Աստծուց, իհարկե ամեն րոպե ենք շնորհակալ ամեն մի պահի համար, մեր մի պահի, բայց եկեղեցի պետք է մտնենք, իսկ սիրուն այդ վարդերը շատ սիրուն է ու այս մեկը ապսս գոնե այսպես տնենք չմնաց ապսս շատ սիրուն է եկեղեցու մարսանիքը ինչքան սիրուն զարդարել են եկեղեցին ժողովուրդ թող բախտավոր ու երջանիկ լինեն մեր նորապսակները Ժողովուրդ ջան դուրս եկանք եկեղեցուց, անցած տարի գագոյի հետ ենք կարգնել ենք նստել հիշեցինք։ Ու հիմա արդեն գնում ենք եկել են մեր մնացածը մարդիկ, գնում ենք հանդիպենք։ Տեսնենք սառն է այստեղի ջուրը։ Ահա ժողովուրդ ջան դուրս եկանք մենք եկեղեցուց, հանդիպեցինք մեր մյուս մարդկանց ում պետք է հանդիպեին, անցած անգամ ես ձեզ ինձ սխալ էին ասել, ես սխալ էի ասել, սա Արիանի ջան, այ մեր փոքրիկ Անին, որպես գյումրեցի ինձ կասի, էսի որ եկեղեցին է Անի։ Սա ամենափրկիչ եկեղեցին է։ Ամենափրկիչ եկեղեցին է, ահա, իսկ այս մեկը, որ ես ձեզ ասել էի ռուսական եկեղեցի, ինձ ոնց ասել էին սիրելի գյումրեցիներ, ես էլ այդպես էի փոխանցել, էսի Անի որն է, 7 վերք եկեղեցին է, ահա։ Գնանք զբոսնենք ժողովուրդ ջան, դուք էլ մեզ հետ միասին, ինչքան հնարավոր է, մասնակից կլինեք մեզ։ Անի ես եկեղեցու մասին բաներ գիտես, ինչ-որ տեղեկություն, հետաքրքիր եկեղեցի է, ասալը Սա տեսնեմ։ ամենափրկիչ եկեղեցին է։ Երկրաշարժի ժամանակ այս եկեղեցին փլվել է։
եւ վերակառուցվել է Անի տաճարի եկեղեցու պես։ կրկնօրինակ Կա պատմություն, որ այստեղի շինարարներից մեկը վարպետ Թատոսը առավոտ կարգով գնացել է Անի, ուսումնասիրել է մայր տաճարը, առավոտյան հետ է եկել ու շարունակել է ամենափրկչի կառուցումը Անի մայր տաճարի պես։ Ապրեստո։ Աստորեն սա կրկնօրինակն է, հա, Անի մայր տաճարի։ Ահա։ Ապրեստո, Անի ջան։ Շողովուրդ գնում ենք Գյումրիի ամենահին վարսավիրանոցը։ Այ լավ է, որ հետներս գյումրեցի են լինում, արդեն մեզ որպես գիդ բացատրում են։ Այսի Գյումրու ժողովուրդ ամենահին վարսավիրանոցն է։ Մերսի, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Սա Գյումրու ամենահին վարսավիրանոցը, հոչ կոլինոց, հա։ 40 թվականի վարսավիրանոց ժողովուրդ։ 40 թվականից գործում եմ։ Այս էլ ներսը։ Այստեղ երևի շոր են կախել ժամանակին։ Տակրքիր է։ Ֆրանսիկ Մկրտչյանը։ Հային 1570-ների հայ է։ Այս հայը ուրակել ենք երկրորդ, մի հատ նվիրել ենք Ցիտովցոս Թուփանգարանի։ Գերակումերնիկ Սեյնալդենով կա։ Եկել եք հետ։ Չէ, դեռ չեն եղել։ Ծաղկոնորն այդ մի հատ ավելի սրանց չկեր հայի կատարել։ Մենք ենք ձևի Թանգարանի։ Այս նկարը Սեր գունատարը 53 թվականին մեր վարսավիրանոցի նկարն է, առաջի Պակալյանների աշխատողներն են, ունի երրորդ ծերունին է արդեն։ Այս ռադիոն աշխատող ռադիոյինք է։ Մեզ նվիրել է Արմեն Ամիրյանը։ Ով է։ Արմեն Ամիրյանը ովշի Հայաստանի ռադիոյի տնօրենն է։ Տնօրենն էր, ճիշտ է։ Այս նկարը ուրան Գերմանիայից 12 մնացին մեր վարսավիրանոցի մասին, հա, ֆիլմ նկարեցին, Ֆրանսիա, Գերմանիա, երկու հեռուստաալիքով ցույց տա։ Ինչպես է կոչվում։ Տղամարդկանց բույրը։ Լավն է։ Սա ունենք գործիքներ, ձերքի մեքենաներն է։ Այսին։ Երկրաշարժից հետո լուսոր չի եղել, սա են դրոն աշխատը, սազելիներն է, հենց առանց բրուխի, սոս կեջոյի գարա իրան սսարել են հավը, սար է թավաշ է սար է, ես զանգ է դվրոստեի զանգն է, Հիշում ենք մեր դպրոցական ժամանակների սիգնալիզացիա։ Լավն է։ Հարսա։ Չի ազնեմ ազեր եկտետների, սների արգերճյալնեմ ունեց Լենինսկի հրամապուները լով վարսավիրանոցի Գյումրվա երաժիշտներն են վարսերով, մեղակելով, քաղաք իրակ սորացին Հարսա։ Այս նկարն է, Գերմանիայից օրեգան նկարեցին ֆիլմը հավեցին, իրանք է մեր խալատները հակեր, հագարակ պարկեր, անի մենք Հարսա։ Ասա մեր գումրվա Կոնորիտ։
ասենց մի հատ հրաշք տեղում ենք։ Լեգենդար դերասան Ֆրիդրիխ Հա, Ֆրոզիկ Մկրտչյան, Վահրամ Մկրտչյան։ Հա։ Այո։ Էլերը ցանկի ասφαλտա։ Հա, Տաթևի բակը։ Իլավ չգիտեր ասφαλտա։ Այ, Սերանա։ Շատ Սերանա։ Շատ շնորհակալություն, տեղեկության համար, անչափ շնորհակալ եմ։ Գնացինք։ Սա էլ Գյումրու տիկնիկային թատրոնը։ Ասե կալկալանը, ինչպես ասում են գյումրեցիները։ Այնտեղ ուր հովը խաղում է ազատ ու ջուրն աղմկում անվերջ փրփրում Այնտեղ իր բարի իր սիրող մոր հետ մի շատ անհանգիստ տղա էր ապրում Մի գորշ խրճիթում, մի հին խրճիթում Ժողովուրդ ջան, մենք դեռ սպասում ենք Գյումրու փողոցներով։ Շատ գեղեցիկ է։ Անգամ այս հատակը էս է քարերով։ Շատ կոլորիտային է ժողովուրդ։ Մի ով էլ եկավ անհանգիստ տղան կանգնեց իր բարի իր սիրող մոր դեմ Մայրիկ էստեղից պետք է հեռանամ միակ ձանձրալի տեղը որ գիտեմ Էս գորշ խրճիթն է Էս հին խրճիթ Մտել ենք թանգարան, Թարսու շիտակ, այդպես է կոչվում։ Թարսու շիտակ թանգարան։ Զգում եմ եկեք այստեղ, հա, մի այլ։ Եկեք միասին։ Ես այստեղից սկսեմ, դուք ընթացքից կարող եք նկարել, նկարվել, միայն իրերին ձգտել չի կարելի ու նկարելուց հետ կխնդրեմ ինձ չնկարել։ Անպայման։ Հետո արդեն կպտտվենք, ես ձեզ կներկայացնեմ ընդհանուր թանգարանի միտքն ու մտահղացումը ումն է եղել։ Մեր թանգարանի միտքն ու մտահղացումը մեր տնօրեն Ցոլակ Վարդանյանին է եղել, ով մասնագիտությամբ եղել է գինեգոտ եւ ընդհանուր տարածքնի սկզբանե նախատեսված է եղել որպես գինու համտեսարան։ Բայց այստեղ իրերի մեծ մասը, ինչը որ ներկայացված է թանգարանում, մոտ 30 եւ ավելի տարիներ հավաքագրվել է նա։ Եվ այսպես Թարս եւ Շիտակի գաղափարը նամակաբանում է, որ կյանքի դրվածքն է Թարս ու Շիտակ։ Եվ ինչպես բոլոր մոդելներ ունենում են Թարս ու Շիտակ երևույթն է, պես մենք մեզ մոտ իրերն ենք ներկայացրել։ Եվ վիզուալ երկու տարբեր իրականություններ են ստեղծել եւ վերևում եւ ներքևում։ Մեզ մոտ առաստաղի ներկայացվող բոլոր իրերը իրական են, եւ դրանց իրական քաշի եւ ծանրությունը հաշվարկված են 300%-ով։ Այսինքն, եթե օրինակ մարճակալը 20 կիլոգրամ, այն հաշվարկել են որպես 60 կիլոգրամանոց ի։ Եվ բոլոր իրերի համար առանձին հաշվարկներ իրականացրելով կարողացել են արդեն իրերը վերևում ներկայացնել։ Իսկ արդեն ընդհանուր գունային համադրությունները մենք այստեղ փորձել ենք ներկայացնել Բորդոյի մեջ, քանի որ դա եղել է գյումրեցիների սիրելի գույնը։ Այն շատ հարուստ եւ ճոխ տեսք է ապահովել թե մարդկանց հանդերձանքին, թե տան հանդերձանքին։ Դրա համար էլ մեզ
Այդ ընտանիքին պատկանող մենք այստեղ երկու ցուցանմուշներ ունենք։ Դրանք են թարս պոմուն կլոր սեղանիկը, որի վրա լիճորի համար նախատեսված արծարխապատ սպասքը ևս նրանցն է եղել, եւ այս հատվածում արդեն իսկ մահճակալների միջով գտնվող պահարան է, որոնք մոտ 190 տարվա են եւ դրանց վրա որոշակի փոքրիկ գրառումներ կան կատարված, որոնցով հնարավոր է եղել դրանց տարիքը որոշել։ Իսկ արդեն մնացյալ իրերի հետ կապված ներկայացվող ժամանակագրությունը մեզ մոտ մոտավոր է։ Եվ ըստ այդմ ընդհանուր թանգարանի սրահներն ներկայացված են ըստ իրերի տարեգրության։ Այստեղ առաջին սրահում ներկայացրել ենք թանգարանի 5 ցուցանմուշները, իսկ երկրորդ եւ երրորդում համեմատաբար ավելի նորերը։ Եվ դրանք ռոլիկներով պատտեցրել են եւ տան ներքևում մեքենա են կայանել։ Այսինքն այս հատվածը ներքևում մեկ մեքենայի համար նախատեսված ավտոտնակ է եղել։ Դուք այստեղ որ աստիճանների վերևի հատվածում կարողացել եք արդեն տան մեքենա կայանել։ Ընդհանուր ախնիների հետ կապված շատ սրանք կրկնօրինակ տարբերակներ են Նիկոլեցայի ու Եկատերինայի։ Իրենց ջրաններն են եղել փողեկներն են։ Ես էլ նայեցի նորավոճ սուրճի ապարատը։ Հին Երևան դաշնամուրը։ Սա դաշնամուրը։ Փոշակոլները։ Պալացիո։ Որի հետևը որ նաև պարկ կա, այդ նաև փոշին քաշելու համար է նախատեսված եղել։ Այո, այդ կողմում խոհանոցն է, կարող եք մտնել նայել, իրեր այդ տեղել են թարսուշի տակ, ոնց որ դա երրորդ սենյակն է, որտեղ թարսուշի տակ են, իսկ վերջում արդեն շի տակ են իրերը։ Այստեղ էլ է թարսուշի տակ։ Կասը։ Կրտնակները։ Ֆոտոապարատները ժողովուրդ։ Հին հեռուստացույցները։ Որդ մենք թանգարանից դուրս եկանք, շատ հետաքրքիր թանգարան էր ու մեր զորքը շարժվում է դեպի Վառեմ Մարեմ այդ բալկոնի մոտ։ Կարանք Գյումրի ու չտեսնենք այդ բալկոնը։ Հիմա գնում ենք այդտեղ։ Եկել ենք այդ Բոբիցի Ռովոնի ջան։ Նրանորը կնում ենք Բոբիցը։ Նորդեղ վարնցան գնում ենք։ Ինչ հետաքրքիր այս պատը։ Նոմներ է գրած։ Սոնա, Անի, Յուլիա, և համեմեկ իրա Անանն է գրել։ Հետ են գնում։ Չէ, դու գնացեք, կասամ ես։
Այստեղ տարերը, անվան տարերը, հավաքում են են պատին են մոտուցնում, անվան տարերը հավաքում են այստեղ, իհարկե վճարում, հավաքում են ու այս պատին են կպցենում, հաստորեն այս պատին հետամ, մետեն են, սիմանոնը գտնեմ այստեղ, նշարի մեկը իման բամ այստեղ Աննա, իմ քրիկյան ունեմ İki hazırla tu kaki kim ben olsa kadar kaki olsun. Üstüne gelmesin abi. Yüküne ayında pati ben verengi. Üstüne ben taka. Nisa barrele bu bir barrele. Mesela sadar koyayım barre marem. Barre mare. Kamarem. Henüz bir barre baba. Շողնիկը աղաքն է գնացին երեխեքը տարեր առան իրանց անվան տարերը գնացին ու հիմա պատին կպցում են ու միջև այստեղ ասել են կցնում եք Եիտեղս խարնենք վերցրել Մելանիա պետք է կպցնենք Տժեն Yüküne ayında pati ben verengi. Üstüne ben taka. Nisa barrele bu bir barrem. Mesela sadar koyayım barre marem. Barre mare. Kamarem. Henüz bir barre baba. Ժողովուրդ ինչ անձրև, ամբրոն, չգիտեմ, ոնց է մառախ ուղել է, հա? Խոսքով աղավր եղանակ, ճանապարհին Արևի երկիրի մայր Հայաստան Աղոթքը շուրթիդ իմ սեր Հայաստան Սուրբ հողիդ համար կյանքս էլ կտամ Միայն դու ծաղկես իմ մայր Հայաստան Հայրենիք ես մի բուրն եմ քո հողի Հայրենիք դու մի զարքն ես իմ սրտի Դարերով ապրած իմ սեր հայրենիք Դու ապրելու ես լինելու ես միշտ Քանի զինվորը կանգնած է անքում Դու պատմություն ես հաղթած կերտելու Իմ հայրենիքը պիտի զորանա Հայրենիք, ես մի բուրն եմ քո հողի Հայրենիք, դու մի զարքն ես իմ սրտի Դարերով ապրած իմ սեր հայրենիք
ժողովրդյան մենք լավ ժամանակ անցկացնելուց հետո գնում ենք արդեն Երևան ու ինչպես ասում են լավ ժամանակին է գնում ենք սկսվեց հորդորատ անձրև էստեղ բավականին ցուրտ էր արդեն հուսով եմ դուք մեզ հետ լավ ժամանակ անցկացրեցիք մի փոքր գյումրեցիները իրենց կարոտը առան Գյումրիից ինչքան որ հնարավոր էր ու երևի այսքանով ավարտեմ այսօրվա վլոգը ու ինչպես միշտ ցանկանում եմ որպեսզի մնաք բարյավ ու խաղաղ լինեք առողջ լավ եղեք կհանդիպենք հաջորդ վլոգում սիրելիներս ձեզ ասում եմ մինչ նոր հանդիպում ու բաճիկներ